10 կույսերի առակի մեջ խոսում է, որ 5-ը իմաստուն էին եւ 5-ը անխելք են։ Ես կարծում եմ, այստեղ մարդ չի լինի, որ 10 կույսերի առակի մասին լսած չլինի։ Նրանք 10-ն էլ ունեին ջահեր, նրանցից յուրաքանչյուրը սպասում էր իր փեսային։ Կրկնում եմ, ունեին ջահերը, ունեին սպասելու այդ կարողություն, նրանք սպասում էին, նույն ջանք ունեին, եռանդ ունեին եւ այլն։ Բայց հետարքիրա նրանցից 5-ին, ասում է իմաստուն, նրանցից 5-ին, ասում է հիմար, անմիտ։ Երբ որ կարդում ես այս խոսքը, ասում ես, միթե նորմալ է լույս ունեցողին, ջահ ունեցողին, փեսային սպասողին անվանել հիմար։ Արդյոք ճիշտ վերաբերմունք է, արդյոք Աստվածաշունչը ճիշտ է արձագանքում այս մարդկանց հասցեին ուղղված այս խոսքը, ոնց որ մի տեսակ մի բան են չի։ Բայց Աստվածաշունչը դիտավորյալ Հիսուս այս առակի մեջ հետարքիր խտրականություն է կարծես դնում, բաժանում է այս երկուսին, որովհետև ասում են նրանցից 5-ը ունեին յուղ, իսկ այն մյուս 5-ը չունեին իրենց հետ վերցրած յուղ։ Միակ պատճառը, որ Աստվածաշունչը այս մարդկանց հիմար է ասում այս 5-ին, ինչ հա թե յուղ չունեին, այո սպասում էին, այո ջահ ունեին, բայց հիմար էին։ Ինչի համար էլ եմ, ես ասում ինչի սենց կոպիտ։ 5-ը ունեին եւ 5-ը չունեին։ Եվ այս 5-ը, երբ որ տեսնում են փեսան գալիս է, իրենց լույսը մարում է, սպասելու ընթացքում իրենց ճրակը սկսում է մարել, հանգել։ Եվ նրանք խառնում են իրար եւ ասում են իրենց կողքին մյուս 5-ին ասում են մեզ համար յուղ գտեք, մեզ ձեր յուղից տվեք։ Երբ որ այս մարդիկ սկսում են յուղից ուզել, գիտեք ինչ խորհուրդ են նրանց տալիս, եւ այս խորհուրդը այսօր մեր աղոթքի տան եկեղեցուն իմ այսօրվա խորհուրդն է կամ այսօրվա խոսքն է, որ եկել է փոխանցելու ձեզ եներ։ Ասում է գնացեք յուղ ծախողների մոտ եներ։ Այսօրվա իմ կոչը, ես այսօր եթե վերնագիր դնեի, պիտի ասեի գնացեք յուղ ծախողների մոտ։ Ինչ է սա նշանակում գնացեք յուղ ծախողների մոտ։ Սրանով Աստվածաշունչը բացահայտում է, որ կա յուղ, որ անհրաժեշտ է յուղը, դա այն պաշարն է հոգևոր։ Եկեք դրան ասենք պաշար, որով մարդը պիտի սպասի մինչև Հիսուսի գալստյանը։ Այսօր Կարեն աղբերն էր ասում, հա շատերն են սկսում, բայց քչերն են հասնում մինչև վերջ։ Շատերն են գտնում Տիրոջ ճանապարհը, բայց շատերը չեն հավանում նրա ուղիներով գնալը։ Այո, գտանք Հիսուսին, բայց մի տեսակ նրա ուզածով գնալ այդքան էլ մեր սրտին համեմատ չի, մեր ուզածով չի։ Եվ շատերը գտնելով Հիսուսին կորցնում են, որովհետև չեն հավանում նրա ճանապարհները։ Ինչն էր պատճառը։ 5-ը հոգի ուներ յուղ, պաշար ուներ։ Նրանք կարող էին սպասել, լուսավորվել, միջև կգար իրանց փեսան, բայց այն մյուսների լույսը մարում էր, հանգում էր։ Եվ ես ձեզ ասեմ, սա քրիստոնյաների նույն ձևի այսօր էլ քրիստոնյաները բաժանված են, նրանք ովքեր յուղ են առնում, պաշար են հավաքում եւ քրիստոնյաները ովքեր յուղ չեն առնում։ Եթե խոսքը գնում է վաճառելու մասին, դա նշանակում է դու ինչ որ բան պիտի տաս, որ այն գնես։ Պաստորեն այն ինչ որ գին ունի, յուղ այդ հոգևոր պաշարը, գիտեք փրկությունը ձրի է, բայց մնացած բաները գին արժի։ Երբ որ ասում ենք փրկությունը ձրի է, Հիսուսը ինչ որ գին վճարել է դրա համար, բայց գիտեք աղոթքի կյանքը պարգև չի։ Գիտեք Աստծո խոսքի իմացությունը պարգև չի։ Բնավորությունը պարգև չի, լավ սովորությունները պարգև չեն։ Հոգով լցված կյանքը պարգև չի, զորացած լինելը պարգև չի, առողջ մտածելակերպը պարգև չի, խոհեմ լինելը պարգև չի, իմաստությունը պարգև չի։ Սրանք բոլորը ինչ որ բաներ են, որը մարդը պիտի գնի, բայց մի դեպքում եթե վաճառի։ Գիտեք առողջությունը պարգև չի։ Առողջ լինելու համար նորից գին է պահանջում։ Առողջ ծնվել, ինչ որ բաներ չուտել, շատ թանկ գին է։ Շատ թանկ գին է։ Գիտեք մարդիկ կան, որ գործերը լավանում է, առողջությունը փչանում է։ Գիտեք, որովհետև որ գործերը լավանում է, սկսում է ինչ ասես իրան թույլ տալ ուտել։ Եվ սկսում է վատանալ։ Մեկ-մեկ ասում ես, այս մարդը սովորական հանգիստ ծնվում էր,
քիչ էր ուտում, որտեվ քիչ էր փողը։ Սա օրինակ եմ բերում։ Շատանում է, խնդիրներն են շատանում։ Եկեք վերադառնանք հոգևոր, էս էլ է հոգևոր։ Էդ էլ է հոգևոր բաներ։ Գին ունի, ինչպես անես, որպեսզի մարդը համբերություն ունենա, որպեսզի մարդը Աստծո խոսքով լցված լինի, որպեսզի հոգևոր լինի, հաղթական լինի, գին ունի։ Ես պիտի ժամանակ տամ, որ Աստծո խոսքը իմանամ։ Ես պիտի մարշրուտն գումար տամ, տաքսուն գումար տամ, որ գամ պաշտամունքի ժամանակ տամ, որ լցվեմ Աստծո խոսքով։ Ես պիտի ժամանակ տամ առավոտյան արթնանալու եւ Աստծո խոսքը կարդալու։ Ես պիտի ինչ-որ բան տամ, որ գնեմ։ Գիտեք ինչն է ցավալի, որ մարդիկ կան գին չեն վճարում, բայց հույս ունեն։ Ես քեզ այստեղից ուզում եմ հիասթափեցնելով Աստծո խոսքի հիմքի վրա ասեմ, հույս մի ունեցի։ Լավատեսությունը հրաշալի է, բայց տես, որ քո լավատեսությունը քեզ չկործանի։ Մարդկա հույս ունի, որ ինչ-որ մի օր աղոթքի կրակը բորբոքվելու է։ Ինչ-որ մի օր իմաստությունը գալու է։ Ինչ-որ մի օր սերը լցվելու է իր մեջ։ Ինչ-որ մի օր իմաստություն է ձեռբելու, ինչ-որ մի օր շնորհք է ձեռբելու։ Գիտեք, բաներ կա, որ պետք է վաճառես, տաս քեզանից, պարգևների համար եմ ասել, օրհնություններ կա, օծություններ կա, որ չես կարա օրինակի համար սպասես եւ դրանք լինի, դրանք գին ունի, պատվելը եւ օծություն ձեռք բերել։ Բաներ կա, որ պիտի պատվես, որ այդ օծությունից ունենաս։ Բաներ կա, պիտի շնորհակալ լինես, որ դրանք փոխանցվի, ամեն ինչ իր գինն ունի։ Վաճառեցիր, տվեցիր, ձեռք կբերես։ Ինչ որ մեկը գալիս է տաքսիով, այս օրերին եկեղեցական դպրոց, մենք եկեղեցում դպրոց ունենք, ինչ որ մեկը տաքսիով ամեն անգամ վճարում է իր տաքսիով, գալիս է պաշտամունքի տեղը նստում է, 3 դաս, 4 դաս լցում է, զորանում է, հետո տաքսիով գնում է, գիտեք, պարզ բան եմ ասում, բայց գին է վճարում։ Ընտանիքն են դե սպասում են, անապաշխար ամուսինը սպասում է, ինչ որ մեկի անապաշխար երեխեքն է սպասում են, բայց դա գին է, որ ինքը գնում է վճարելու, միայն նյութականի մասին չի, վճարում է, որպեսզի ինչ որ մի բան ձեռք բերի։ Սիրելիներ, երբ որ դու տեսնում ես ինչ որ մեկին աճած, ինչ որ մեկին հաղթական, ինչ որ մեկին զորացած, քո մտքում երկու միտ կարածակի։ Աստված բարի է, մարդկա անտեղյակ ասում է Աստված բարի է, այսինքն ինչ ասում, Աստված բարի է իր հանդեպ, բայց ոչ քո։ Աստված բարի է մեկի հանդեպ, բայց ոչ իմ։ Աստված անաչառ է։ Աստված այո բարի է, բայց նա բոլորի հանդեպ է բարի, բայց նրա բարությունը, գիտեք, Աստված սեր է, բայց չի կարող բոլորին փրկի։ Սեր լինելով, փրկիչ լինելով, չի կարողանում փրկի բոլորին։ Ինչքան մարդ է գնում դժոխք, լինելով Աստծո սերը, աշխարհում թակավորելով Աստծո սերը, հա, լինելով Աստծո սերը, ողորմածությունը, մարդը այդպես էլ գնում է դժոխք։ Այսինքն նույնիսկ նրա սերը չի կարողանում փրկի հազարներին սիրել։ Հույս ունենալը լավ բան է, բայց այս 10-ը, քանի որ իմաստուն էին, եւ նրանք գիտեին ինչպես է ձև, ասեցին գնացեք յուղ վաճառողների մոտ, գնացեք տեսեք ոնց կարասեք յուղից գնեք, յուղ կա որ պիտի համբերությունով գնես, յուղ կա որ պիտի սпасելով գնես, յուղ կա որ պիտի պատվելով գնես, սիրելով գնես, ժամանակ դնելով, ֆինանսներ դնելով, ամեն ինչ իր գինն ունի։ Երբ որ մարդը բոլոր այս գինը վճարում է, մի օր տեսնում ես այս զոհաբերության սիրտը, այս մի օր տեսնում ես նրան բերել է հոգևոր ճիշտ մակարդակի մեջ եւ տեսնում ես այս մարդը փոխվել է։ Ինչի հաշվին է փոխվեց մարդը։ Ինչի այս մարդը դառավ ավելի հոգևոր։ Որովհետեւ այս մարդը պատրաստ էր ինչ որ բաներ իրենից թողելու, զոհաբերվելու եւ հետո ձեռք բերելու։ Սիրներ, նրանք ովքեր չունեն ցանկ, չունեն հունցք։ Նրանք ովքեր չեն վճարում, չեն էլ ձեռք բերում, որովհետեւ ամեն ինչ իր գին ունի։